25 տարի, քառորդ դար։ Սա հնչում է ինչպես բանտարկության ժամկետ, բայց իրականում դա պարզապես կյանք էր, իմ կյանքը։ Ես կանգնած էի Նյու Յորքի Քենեդի օդանավակայանի գրանցման դռան մոտ, ամերիկյան անձնագիրս սեղմած ձեռքիս մեջ և զգում էի, թե ինչպես են մատներս դողում։ Ինձ վրա հագին էին հարմար ջինսեր, սպիտակ մայկա և բեժ թրենչ, մեծ քաղաքի բնակչի դասական հագուստ։ Ականջակալներումս ջազ էր հնչում, իսկ սրտումս փոթորիկ էր։ Իմ անունը Աննա է, ինձ 37 տարեկան է և ես տուն չէի եղել 12 տարեկանից։ Գիտեք, ես սիրում եմ Ամերիկային, սիրում եմ ամբողջ սրտով, անկեղծ ու նվիրված։ Այդ երկիրը մեզ ընդունեց այն ժամանակ, երբ մենք ոչինչ էինք։ Երբ իմ ծնողները շփոթված 2 ճամպրուկով և $300 գրպանում կանգնեցին օտար հողի վրա, Ամերիկան մեզ չմերժեց։ Ես adore եմ ամերիկացիներին նրանց ժպիտների համար։ Ոմանք ասում են դրանք պարտադիր պաշտոնական են, բայց դա ճշմարիտ չէ։ Ես մեծացել եմ Բոստոնի արվարձաններում և հիշում եմ, թե ինչպես մեր հարևան Միսիս Միլլերը ամեն հինգշաբթի մեզ տաք թխվածքաբլիթ էր բերում, պարզապես որովհետև մենք նոր հարևաններ էինք։ Հիշում եմ նաև, թե ինչպես դպրոցական ուսուցիչ միստր Ջոնսոնը դասերից հետո անվճար ինձ հետ մնում էր բարելավելու իմ անգլերենը, համբերատար բացատրելով the և a-ի տարբերությունը, մինչև որ սկսեցի հասկանալ։ Ամերիկան ինձ սովորեցրեց ուժեղ լինել, անկախ լինել։ Այստեղ օրենքը աշխատում է ժամացույցի պես։ Այստեղ դու քեզ պաշտպանված ես զգում։ Այստեղ ես ստացել եմ հրաշալի կրթություն, դարձել եմ ճարտարապետ, գնել եմ իմ տունը։ Ես դարձել էի այդ մեծ, աղմկոտ, բազմագույն աշխարհի մի մասը։ Ես դարձել էի ամերիկուհի, գրեթե, բայց 6 ամիս առաջ մահացավ իմ հայրիկը։ Նա հեռացավ հանգիստ Կալիֆոռնիայի հիվանդանոցի լուսավոր պալատում։ Նրա մեծ, ամբողջ կյանքում փայտով և ծխախոտով հոտող ձեռքերը սեղմում էին իմ ձեռքը։ Հայրիկս մինչև վերջին օրը շնորհակալ էր այս երկրին, որ իր երեխաները կուշտ են, անվտանգ։ Բայց հենց վերջին պահերին, երբ գիտակցությունը արդեն խառնվում էր, նա հանկարծ սկսեց խոսել հայերեն։ Ոչ այն կենցաղային լեզվով, որով մենք տան էինք խոսում, հացը տուր, ինչպես է դպրոցը, այլ մեկ ուրիշով, ավելի խորը, երգնչուն, հնագույն։ Նա կանչեց ինձ և ձեռքիս մեջ դրեց մի փոքր ծանր իր։ Դա հին ժանգատուց բանալի էր, սովորական երկաթյա բանալի, ինչպիսինք հիմա այլևս չեն պատրաստում։ Անի ջան, շշնաց նա ու ձեռքիս մեջ մազակալած կծակը արցունքը թրջվեց։ Գնա, գթիր դուռը, ես չհասցրեցի, դու կհասցնես։ Նա չասաց հասցեն, միայն գյուղի անունը, կորած somewhere, բարձր լեռներում, Դիլիջանի մոտակայքում և ինչ-որ փողոցի անուն, որ գուցե արդեն քարտեզներում էլ չկա։ Եվ ահա ես թրջում էի։ Ինքնաթիռը դիպավ Զվարթնոց օդանավակայանի վազքուղուն։ Երբ շասիները հարվածեցին բետոնին, սրահը պայթեց ծափահարություններով։ Ես ցնցվեցի։ Ամերիկայում այդպես չեն անում։ Այնտեղ վայրեջքը պարզապես ծառայության ավարտն է։ Իսկ այստեղ յուրաքանչյուր վերադարձ հրաշք է, կյանքի տոն։ Ես նայեցի կողքս։ Իմ կողքին նստած էր տարեց մի կին, սև գլխաշորով։ Նա խաչակնկվեց և սրբեց աչքերը։ Դոլետեցինք, բալիկ ջան, ասաց նա ինձ, թեև մենք ծանոթ չենք։ Այդ բառը խփեց կուրծքիս։ Տուն, որտեղ է իմ տունը։ Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ հիփոթեքն է, իմ սիրելի սուրճի մեքենան, իմ կիրակյան վազքերը այգում։ Իսկ այստեղ իմ մանկությունն էր, որը ընդհատվեց սառը ու մութ 90-ականներում։ Ես դուրս եկա օդանավակայանից և մի բան ինձ ամբողջությամբ պատեց։ Հոտը։ Այդ օդը հնարավոր չէ շփոթել ոչ մի բանի հետ։ Այն հոտ էր գալիս փոշուց, տաք ասֆալտից, սուրճից, հեղու խարույկի ծխից ու ծիրաններից։ Գիշերը խորն էր, բայց կյանքը եռուն էր։ Տաքսիստները գոռում էին, մարդիկ այսքան ամուր էին գրկում միմյանց, կարծես բաժանվել էին հավերժության համար և հանդիպել հենց այս պահին։ Տաքսի պետք է, եղբայրիկ, մոտեցավ 50-ի մոտ տղամարդ բեղերով ու բարի, անսահման տխուր աչքերով։ Հայերի աչքերը ուրիշ են,
Նույնիսկ երբ նրանք ծիծաղում են, դրանց մեջ հազարամյակների ցավ է ապրում, քանզի մենք բոլորս իվն թափանցիկ երջանկության մեջ ծնվածը, մեր մեջ մշտապես կրում ենք ժողովրդի կորուստների հիշողությունը։ Հայա, խնդրում եմ, պատասխանեցի հայերեն։ Իմ լեզուն մի փոքր ժանգոտ էր, արտասանությունս օտարական, վերջավորություններն էի շփոթում, բայց նա լայն ժպտաց. «Օ, մերն ես, ես մտածեցի տուրիստ կա ես, նստի ջանս նստի, չեմոդանը տուր բալա, ծանր է, ինչ կա մեջը»։ Նվերներ, մենք գնում ենք գիշերային Երևանով, քաղաքը փոխվել էր։ Նա փայլում էր լույսերից, թանքխանութներից, նոր բարձրահարկերից, բայց ոգին նույնն էր։ Վարորդը Աշոտը չէր լռում ոչ մի վայրկյան, 20 րոպեում ես իմացա, որ ունի 3 տղա, որ մեկը ծառայում է բանակում, այդ պահին նրա ձայնը դողաց հպարտությունից ու սարսափից, որ կինը պատրաստում է աշխարհի ամենալավ տոլման, եւ որ քաղաքականները ամեն ինչ փչացրել են, բայց ժողովուրդը ոսկե է։ Դու որտեղից ես թռչել, հարցրեց նա, հայացքը գցելով հայելի մեջ։ ԱՄՆ-ից, Լոս Անջելեսից։ Լավ երկիր է, հզոր։ Էս իմ եղբայրը այնտեղ է, Գլենդեյլում, ասում է սարսափելի կարոտում է։ Մեռնում է ինչպես է կարոտում, բայց երեխաները համալսարան են գնում։ Դրա համար ենք ապրում, հանուն երեխաների, ճիշտ է, չէ։ Նա հանեց սիգարետի տուփը, առաջարկեց ինձ, ես հրաժարվեցի։ Ես մի հատ կծխեմ, կարող է։ Զգուշորեն հարցրեց նա։ Ամերիկայում տաքսիստը նման բան երբեք չէր հարցնի, դա օրենքի խախտում է։ Իսկ այստեղ դա չէր թվում անպատվերություն։ Այն ավելի շուտ նման էր մտերմության նշանի։ Մենք այլևս վարորդ հաճախորդ չենք։ Մենք 2 մարդ էինք, գիշերի միջով ընթացող միևնույն փոքրիկ կապսուլայի մեջ։ Ես եկա, որպեսի կատարեմ հայրիկիս խնդրանքը, հանկարծ ասացի ես։ Ես չէի ծրագրել անկեղծանալ, բայց Հայաստանում մարդու հոգին ինքն է բացվում։ Այն վարտերը, որ ես տարիներով էի կառուցել կորպորատիվ աշխարհում, այստեղ փլվում էին մի պարզ հարցով. ինչպես ես։ Հայրը սուրբ բան է, Աշոտը անսպասելիորեն լռեց, հետո անջատեց բարձր երաժշտությունը։ Ասա ինչ պետք է, վաղը կտանեմ ուր ասես, ճանապարհի փող չեմ վերցնի, եթե բանը սուրբ է։ Իմ կոկորդը սեղմվեց։ Դրամ չեմ վերցնի, նա ինձ առաջին անգամ է տեսնում, նրա մեքենան հին է, ակնհայտ է, գումար պետք է, բայց նա ասում է սուրբ բան է։ Այստեղ է Հայաստանը, այստեղ մարդը միշտ բարձր է նյութից, մինչդեռ ստատերում հարգում են անձնական տարածքն ու պայմանագրերը, այստեղ հոգին ու հիշողությունը։ Մենք հասանք հյուրանոց։ Ես ուզում էի վճարել եւ արատ թեավրց թողնել, բայց նա երկար ժամանակ չէր վերցնում, նույնիսկ մի քիչ նեղացավ։ Համարը գրի, ասաց խիստ։ Եթե մեկը քեզ նեղացնի, եթե օգնություն պետք լինի, ուղակի ուտել ուզես, կզանգես, Աշոտը կգա։ Դու այստեղ մենակ չես դուխտր, դու քո հողի վրա ես։ Ես բարձրացա սենյակ, դուրս եկա պաշտոկուն։ Արարատի մութ ուրվագծից թաքնված էր գիշերի մեջ, բայց նրա ուժն ու ծանրությունը զգացվում էին։ Ես հանեցի հուշ բանալին գրպանից։ Ինչ էր բացում այդ բանալին։ Հայրիկը ասել էր գթիր դուռը, բայց մենք ապրել ենք Երևանում։ Իսկ բանալին գյուղական Լեռնանտան եղած մի դռնիկ էր, որտեղ ես երբեք չէի եղել։ Ինչու էր նա այն պահել 25 տարի։ Ինչու չէր տվել ավելի շուտ, եւ ինչու մայրս, երբ ճանապարհվելուց առաջ հարցրեցի բանալի մասին, հանկարծ գունատված եւ ասաց. «Չխորանաս անցյանը, այնտեղ միայն ցավ է»։ Բայց ես արդեն այստեղ էի եւ զգում էի, որ այդ դռնան հետևում միայն հին սենյակ չէր։ Այնտեղ թաքնված էր պատասխան, ով եմ ես իրականում։ Հաջորդ օրը ես պետք է գնայի Լեռներ։ Առավոտյան արթնացա այն բանից, որ արևը անսովոր անողոքությամբ ուղիղ աչքերիս էր հարվածում։ Սովորության համաձայն ձեռքս մեկնեցի հեռախոսին, աշխատանքային էլփոստը ստուգելու։ Այդ պահին Լոս Անջելեսում երեկո էր, ամենաշատ զբաղված ժամերը։ Բայց երբ նայեցի պատուհանից դուրս, հեռախոսը պարզապես ձեռքիցս ընկավ։ Արարատը։ Նա կանգնած էր ուղիղ իմ առջև, սքանչելի, սպիտակ, ամպերի մեջ լողացող, կարծես լեռչի,
այլ հավերժության մարմնավորում։ Ամերիկայում կան հսկայական լեռնաշխատաներ, կա մեծ կիրճը, դրանք տպավորիչ են, վեհաշուկ։ Ամերիկյան բնությունը սովորեցնում է հարգել տարերքի ուժը, բայց Արարատը լեռ չէ, նա նայում է քեզ պապիկի նման, խիստ, բայց անսահման սիրով։ Ես կանգնած էի պատշգամբում, պիժամայով և լացում էի, առանց որևէ պատճառի։ Պարզապես որովհետև նա հազարավոր տարիներ կանգնած է այստեղ ու կարծես սպասել է ինձ։ Ներքևում արդեն սպասում էր Աշոտը։ Ես նրան չէի զանգել, բայց ուշագնաց կերպով զգում էի, նա այնտեղ կլինի։ Բարի առավոտ ջան, կանչից նա հենված իր հին Վոլգայի կապոտին, որին վերաբերվում էր ինչպես աչքի լույսին։ Լավ քնեցիր, սուրճ խմեցիր, եթե չէ նստի, ճանապարհին կխմենք։ Լեռներում օդը ուրիշ է, քաղցած դուրս գալ չի լինում, գլուխդ կպտտվի, բայց ուրախությունից։ Մենք դուրս եկանք քաղաքից։ Տեսարան արագ էր փոխվում։ Արևից այրված դեղին դաշտերը մի պահում վերածվեցին ոլորապտույտ ճանապարհների կանաչ բլուրների միջով։ Մենք շարժվում էինք դեպի Սևան։ Երբ լիճը երևաց ճանապարհի ոլորանից, շունչս կտրվեց։ Կապույտ, կարծես միախառնված երկնքին։ Մեր Մարգարիտն է, մեղմ ասաց Աշոտը։ Մենք կանգ առանք փոքրիկ ճանապարհամերձ խրճիթի մոտ։ Տատիկը շատ տարեց, դեմքով նման թխած խնձորի, թոնրում հաց էր թխում։ Այդ բույրը կարելի էր ապշել։ Ամերիկայում ուտելիքն արդյունաբերություն է, մաքուր, ստերիլ, վերահսկված։ Իսկ այստեղ ուտելիքը մարդու ձեռքերն են։ Այդ տատիկի ձեռքերը, որոնք հունցել էին խմորը։ Վերցրու դոնչիկ, ասաց նա ինձ տալով նոր թխված լավաշ, մեջը փարմած փանանջ ու կանաքի։ Ես փորձեցի փող տալ։ Հանիր, խիստ ասաց նա։ Աշոտը հավելեց. Ասեցի աղջիկը հերվից է եկել, հորը հողին է հանձնել, հողը փափուկ լինի։ Թող ուտի հորը հոգին խաղաղության համար։ Ես կանգնած էի ճանապարհի եզրին, տաք փաթեթը ձեռքիս, մեքենաները անցնում էին կողքով, քամին խաղում էր մազերիս հետ, իսկ ես ուտում էի իմ կյանքի ամենահամեղ նախաճաշին։ Ամերիկայում ոչ ոք չես չի կերակրի, որովհետև դու վիշ ունես։ Այնտեղ կհարգեն քո խահմանները, կտրամադրեն հոգեբանի հեռախոսը։ Սա ճիշտ է, մասնագիտական։ Բայց այստեղ քո ծավը քո հետ միասին կկիսեն, կտոր կանեն, որպեսզի այդքան բառը չլինի։ Մենք շարժվեցինք դեպի Դիլիջան։ Լեռները բարձրանում էին, անտառները խտանում, մառաղուղը կախված էր ծառերի գագաթներին։ Ահա քո գյուղը, ասաց Աշոտը շրջվելով դեպի խճուղի։ Գյուղը միաժամանակ թվում էր լքված, բայց նաև կենդանի։ Հին քարաշեն տներ, որոնցն է փլված տանիքներով, որոնցը խնամված, խաղողի վազերով պատված։ Երեխաներ էին խաղում։ Մեր մեքենան տեսնելով նրանք կանգ առան ու մեծ սև աչքերով սկսեցին նայել մեզ։ Ես նայեցի թղթին։ Սայատնովա փողոց, տուն 12։ Նավիգացիան վաղուց կապ չուներ, մենք գնում էինք զգացմունքով։ Աշոտը կանգ առավ մի խումբ ծերուների մոտ, որոնք նարդի էին խաղում պտղաբեռի վրա, հին թթի ծառի տակ։ Առողջություն աղբերներ, բարձր ասաց Աշոտը, կասեք Լևոնի տունը որտեղ է, այդ Լևոնի, որի 90-ականներին հեռացել էր։ Ծերուները դադարեցին խաղալ։ Լռություն իջավ։ Նրանցից մեկը խիտ սպիտակ հոներով վեր կացավ։ Ձեռնափայտին հենված մոտեցավ ու նայեց ուղիղ աչքերիս։ Նրա հայացքը սարսափելի թափանցեղ էր։ Նա չէր նայում հագուստիս, սանուրկվածիս, նա նայում էր մեջս։ Դու Լևոնի դուստրն ես, հրփոս ասաց նա։
Այո, շշնջեցի ես։ Ախ, Լևոնի աչքերն են, ասաց ծերունը մյուսներին։ Վերադարձել է։ Բոլորը կանգնեցին հարգանքի նշանով։ Ծերունին ցուցեց փողոցի վերևը։ Ահա այնտեղ, ծայրին, տունը գրեթե փլված է, դոնչիկ։ Ոչ ոք չի ապրել այնտեղ։ Մենք հետևում ենք, որ երեխաները ներս չմտնեն, բայց ժամանակը ոչ մեկին չի խնայում։ Մենք մոտեցանք հին տարածքին։ Ցանկապատը ծռված էր, դարպասները ժանգոտ։ Դուռը մոլախոտերով լցված, տունը փլված տանիքով, միայն պատերն էին մնացել։ Իմ սիրտը փոքրացավ։ Ինչ էի ես այստեղ փնտրում, միայն ավերակներ։ Մի վախեցիր, ասաց Աշոտն առաջարկող։ Գնանք զգուշ։ Գուցե օձ լինի։ Մենք քայլում էինք խոտերի միջով, որոնք քերծում էին ձեռքերս։ Ես ցավ չէի զգում, ես նայում էի ինչ էր մնացել մի ողջ կյանքից։ Ահա, սա հավանաբար խոհանոցն էր, իսկ սա բաց պատշգամբու։ Անի, նայիր, կանչեց Աշոտը։ Բակի խորքում լեռան քարին հենված կանգնած էր փոքրիկ քարե շինություն, կարծես պահեստ կամ ամառային խոհանոց։ Այն զարմանալիորեն ամբողջական էր։ Դուռը հաստ արևից սևացած կողպված էր։ Ես հանեցի բանալին։ Այն նույն հին ժանգոտ բանալին, որ տվել էր հայրիկս։ Ձեռքերս դողում էին, չէի կարողանում մտցնել բանալին փականը։ Թող ես օգնեմ, առաջարկեց Աշոտը մեղմ։ Ոչ, ես ինքս, հայրս ասաց, ես պետք է բացեմ։ Ես մցրեցի բանալին, այն ճռոցով մտավ։ Դանդաղ շրջեցի։ Փականը կարծես դիմադրում էր, չուզենալով բացել իր գաղտնիքը։ Խնդրում եմ, հայրիկ, օգնիր։ Ներսում ինչ-որ բան ձայն տվեց, բարձր, ինչպես կրակոց։ Ես հրեցի դուռը, այն բացվեց ծանր ճռճռոցով։ Ներսում մութ էր, սառնություն էր գալիս, չոր խոտի, տերևների և հին թղթերի հոտ էր։ Միացրել է հեռախոսի լապտերը և քայլ արեցի ներս։ Լույսն ընկավ սենյակի վրա և պարզ դարձավ, որ այն դատարկ չէր։ Միջինում կանգնած էր մեծ փայտե սնդուկ, իսկ պատերին ես շունչս պահեցի։ Պատերը բոլորովին ծածկված էին լուսանկարներով։ Հարյուրավոր լուսանկարներ։ Բոլոր լուսանկարներում նույն կինն էր, գեղեցիկ, երկար հյուսով, տխուր աչքերով։ Այդ կինը մայրս չէր։ Ես մոտեցա։ Մեկ լուսանկարում նա գրկում էր փոքրիկ երեխա։ Ես շրջեցի նկարը։ Թանակը մքացել էր, բայց գրությունը ընթեռնելի էր։ Իմ սիրելի Գայանեին և մեր փոքրիկ հրեշտակին։ 1988 թվական։ 1988, այդ ժամանակ ինձ 2 տարեկան էր, բայց իմ մայրը Նարինեն է, և ես միշտ եղել եմ նրանց միակ երեխան։ Հանկարծ լսվեց շրշուն։ Ես շրջվեցի։ Դրան մեջ կանգնած էր նույն ծերունին, ձեռնափայտով։ Գտար նրան, մեղմ ասաց նա։ Լևոնը վախենում էր, որ երբեք չես իմանա ճշմարտությունը, բայց արյունը կանչում է արյանը։ Ո՞վ է այս կինը, Բերլի կարողացա ասել։ Ո՞վ է նա։ Ծերունին ծանր հոգոց հանեց, ինչպես հին լեռները։ Սա քո իրական մայրն է, Անյա, և նա չի մահացել, ինչպես քեզ ասել էին, նա կենդանի է, նա էստեղ է։ Աշխարհը սկսեց պտտվել։ Ես բռնեցի Աշոտի թևից, որ չընկնեմ։ Ամերիկայում եթե նման բան է պատահում, քեզ ջուր ու աթոր եմ բերում։ Էստեղ, փլված տան մեջ, փոշու ու սարդոստայների միջև ինձ պահում էին 2 տղամարդ։ Մեկը ընդամենը 1 օր ծանոթ, մյուսը առաջին անգամ տեսած։ Պահում էին այնպես, կարծես ես փխրուն ապակի էի։ Կենդանի է, շշնջացի։ Բայց հայրս ասել էր, որ մայրս մահացել է թոքաբորբից 92-ին։ Վարդան պապը նստեց սնդուկին։ Նա նայեց ինձ կարեկցանքով, որը միայն մեծահասակ մարդիկ ունեն։
92-ին Դոնչիկ։ Այստեղ լույս չկար, գազ չկար, հաց չկար։ Երեխաներին տաքացնելու համար վառարանները գրքերով էինք վառում։ Քո հայրը Լևոնը եւ նրա կինը Նարինեն միայն մեկ հնարավորություն ունեին՝ 1 միլիոնից 1։ Գայանեն մենակ էր մնացել։ Քո իրական հայրը զոհվել էր սահմանին, պաշտպանելով իր հողը։ Գայանեն հիվանդացել էր, կաթ չուներ, ուժ չուներ, վերջին շնչին էր սովից ու վշտից։ Արցունքները լուռ հոսում էին այտերովս։ Եվ նա տարավ քեզ, Լևոնին ու Նարինեին։ Ոչ թե տվեց, այլ փրկեց։ Նա ասաց. «Տարեք նրան, թող նա ապրի մի երկրում, որտեղ լույս կա, հաց կա, կրակոցներ չկան։ Թող մարդ դառնա, իսկ ես կմնամ էստեղ, իմ հողի հետ»։ Նարինեն երախա չէր կարողանում ունենալ։ Նա սիրեց քեզ առաջին վայրկյանից, եւ նրանք որոշեցին, որ դու երբեք չպետք է իմանաս ճշմարտությունը, որ սիրտդ պատռվի երկու մասի։ Լևոնը եւ Նարինեն հեռացան։ Գայանեն մնաց, մեռնելու, բայց չմեռավ։ Հայ կանայք երկաթից ու աղոթքից են պատրաստված, ժպտաց Վարդան-պապը արցունքի միջից։ Աստված նրան չվերցրեց, որովհետև գիտեր մի օր դու կվերադառնաս։ Ես դուրս եկա փողոց։ Օդը թվում էր չափազանց խիտ։ Խորը շունչ քաշեցի։ Գլխումս պտտվում էին մտքերը մորս, Նարինեի մասին, այն կնոջ մասին, ով Լոս Անջելեսում կիրակիներին ինձ համար բլիթներ էր թխում, բուժում էր իմ քերծված ծունկը, խաղաղեցնում կոտրված սիրտս։ Նա մի ամբողջ կյանք իմ մայրը եղել էր, եւ ոչ մի օր, ոչ մի վայրկյան ես չեմ կասկածել նրա սիրուն։ Գիտեր այս ամենն այսքան տարիներ։ Այո, նա գիտեր եւ լռում էր, որովհետև սիրում էր։ Սա հերոսություն էր, հոգու լուռ, անշուք, բայց մեծ հերոսություն։ Ամերիկացիները ասում են, ընտանիքը այն է, ինչ դու ես ստեղծում։ Նարինեն ընտանիք էր ստեղծել սիրով, ոչ թե արյունով։ Բայց այժմ արյունը կանչում էր ինձ։ Իսկ ուր է նա հիմա, հարցրի ես Աշոտին։ Աշոտը արդեն մեքենայի մոտ էր, աչքերը սրբելով իր վանդակավոր թաշկինակով։ Վարդան-պապն ասաց ապրում է Մենաստանին կից գյուղում։ Անի ջան, պատրաստ ես։ Ջուր տամ, թե մի քիչ կոնյակ, թխված քել ունեմ։ Գնանք, ասացի ես։ Ճանապարհը Աշոտը երաժշտություն չէր միացնում, նա հասկանում էր պահի լրջությունը։ Ամերիկայում հոգեբանը կասեր, ձեզ պետք է ժամանակ, որ կարիքը մեղմվի։ Բայց այստեղ ժամանակը կարծես գոյություն չուներ։ Անցյալն ու ապագան բախվել էին մի կետում, իմ մեջ։ Ճանապարհը ոլորվում էր դեպի վեր։ Մենք մոտեցանք հաղարցին, հնագույն Մենաստանին։ Այն թաքնված էր անտառում, ինչպես հին իմաստուն։ Քարերը մամուռով պատված շնչում էին պատմությամբ։ Մուտքի մոտ կանգնած էր փոքրիկ տնակ կապույտ դարպասով։ Ճանապարհին աճած վարդերը ջերմ էին, վառ գույներով, անտառի անսպասելի գեղեցկություն։ Ահա քո ճանապարհը, Դոնչիկ, ասաց Աշոտը։ Գնա։ Ես բացեցի դարպասը։ Այն չէր ճռճռում։ Պտուկները յուղած էին։ Բակը մաքուր էր, սրբած։ Պարանին չորանում էր պարս բամբակյա հագուստ։ Բակի անկյունում մեղմ թեքված նստած էր մի կին, հավաքելով կանաչին։ Հագին մոխրագույն բարակ ժակետ եւ հինավուրց գլխաշոր։ Նրա ուսերը նիհար էին, մի փոքր կոր,
ծանր ապրած տարիներից։ Քայլ արեցի։ Իմ ոտքի տակ ճյուղ ջռնչաց։ Կինը սառեց։ Մեծ դանդաղությամբ շրջվեց։ Ես տեսա նրա դեմքը։ Դա լի էր կնճիռներով, ինչպես Հայաստանի քարտեզը, լեռներ, կիրճեր, ճանապարհներ, բայց աչքերը նույն աչքերն էին, խորը, մուգ, խոնավ։ Այն աչքերը, որոնք 37 տարի տեսել էի հայելու մեջ։ Նա ոչինչ չհարցրեց ով եմ ես, ինչու եմ եկել, ոչինչ։ Պարզապես ձեռքից գցեց կանաչին, շունչը կտրվեց, վեր կացավ։ Նրա ձեռքերը դողում էին։ Անի, շշնջաց նա, բալիկ ջան, իմ աղջիկ։ Չեմ հիշում, թե ինչպես անցա այդ 5 քայլը։ Պարզապես ընկա նրա ոտքերի մոտ, հողի փոշու վրա։ Գրկեցի նրա ոտքերը եւ բարձրաձայն լաց եղա, այնպես ինչպես երբեք Ամերիկայում չէի լացել։ Այնտեղ բարձր լացը համարվում է անպատշաճ, անհանգստացնում է հարևաններին։ Այստեղ ամեն ինչից ազատ։ Ես ողբում էի, բաց թողնելով իմ ներսում կուտակված ցավն ու կարոտը։ Նրա ձեռքերը դրվեցին գլխիս, կոպիտ, տաք, հողի ու խոտի բույրավ։ Գիտեի, որ կգաս, շշնջում էր նա, հարցրեսելով ինձ։ Եկավ, իմ աղջիկը եկավ, Աստված լսեց, միշտ մոմ էի վառում, ամեն մի օր։ Մենք այդպես նստեցինք, կարծես հևերժության մեջ։ Հետո նա ինձ վեր բարձրացրեց ու նստեցրեց նստարանին։ Նա նայում էր ինձ, շոյում իմ դեմքեր, ձեռքերս, մազերս, անգամ իմ ամերիկյան թանկ ժամացույցը։ Դուր հացավ այնտեղ, Անի, բալա, լավ էին քեզ հետ, չեն վիրավորել։ Մայրիկ Նարինեն ու հայրս Լևոնը սուրբ մարդիկ են, նրանք ինձ տվել են ամեն բան։ Փառք Աստծո, ասաց նա ու խաչը կնքվեց։ Նրա ժպիտում օտարության կամ նախանձի ոչ մի նշույլ չկար, միայն պաքուր, անշահաքնթիր մայրական սեր։ Մայեջանիկ էր, որ իր երեխան մեծացել է ջերմության մեջ, իվն եթե այդ ջերմությունն ուրիշ ձեռքներն են տվել։ Քաղցր ես, բալա, հանկարծ ասաց նա, Աստծո իմ, ես ինչպես եմ նստած, դու ճանապարհիդ ես։ Նա վազեց փոքրիկ խոհանոց, բացեց սառնարանը, բերեց պանիր, լավաշ, մեղր, ամեն ինչ պարզ էր, համեստ, բայց սեղանը պատրաստում էր կուրսետ թաքուհի էր ընդունում։ Ես նայում էի նրան ու մտածում, ահա, իմ հայրենիքը, ոչ թե հսկայական հուշարձանները, այլ այս կնոջ հոգնած, բայց սիրող աչքերը։ Կինը, որը տվել է իր ամենաթանկը, որ ես ապրեի։ Հանկարծ դարպասը բացվեց։ Մտավ Աշոտը, ձեռքերին մեծ տոպրակներով։ Ներեք, որ առանց հարցնելու մտա, բայց մտածեի ոնց կարելի է աղջկան ընդունել դատարկ սեղանով, ահա միս, միրգ, գինի, քաղցրավենիք։ Բա ինչու ես ծախսվել տղա, ասաց մայրս դժգոհության նման, բայց սիրով։ Մայր, մի նեղանաս, այսօր ամբողջ Հայաստանի համար տոն է, ձեր աղջիկը վերադարձել է։
Մենք նստեցինք սեղանի շուրջը մինչև ուշ գիշեր։ Վառվում էր մոմը։ Գինի էինք խմում հորս Լևոնի հոգու խաղաղության համար, մայրիկ Նարինեի առողջության համար հեռավոր Ամերիկայում, Գայանեհի կյանքի համար։ Աշոտը պատմում էր զվարճալի պատմություններ։ Մայրս ինձ տալիս էր լավագույն պատառները։ Ես նայում էի նրանց եւ մտածում. Ամերիկայում ես ունեմ կարիերա, տուն, ծրագրեր։ Ես հաջողված եմ, անկախ։ Բայց միայն այստեղ, այս փոքրիկ տնակում հասկացա, որ երբեք միայնակ չեմ եղել։ Սերը կարող է անցնել օվկիանոսներ, թաքնվել հին լուսանկարներում, փակված սենյակներում։ Կարող ես ունենալ 2 մայր, 2 հայր։ Առավոտյան պետք է հեռանայի։ Դեպքի տոմսը 3 օր հետո էր։ Բայց երբ դուրս եկա բակ ու տեսա լեռների վրայով բարձրացող արևի առաջին շողերը, հասկացա, որ չեմ կարող այսպես պարզապես գնալ։ Մամ, ասացի գրկելով նրա ուսերը, ես Լոս Անջելեսում մեծ տուն ունեմ, այգի կա, ջերմ է։ Գնանք ինձ հետ։ Մայրիկ Նարինեն շատ կհրճվի, մենք բոլորս միասին կապրենք։ Նա ժպտաց իր իմաստուն աչքերով ու մեղ միավայեց գլուխը։ Չէ, բալիկ, իմ տունը այստեղ է։ Այստեղ է քո հոր գերեզմանը։ Այստեղ են իմ սարերը։ Ես չեմ կարող թողնել իմ հողը։ Ծառը չի ապրի առանց արմատների։ Իմ սիրտը ցավից սեղմվեց։ Կրկին նրան այստեղ միայնակ թողնել։ Բայց այդ պահին Աշոտը մոտեցավ։ Անի ջան, ասաց նա ձեռքը դրելով ուսիս, մի անհանգստացի, դու թրջիր, քո շենքերը կառուցիր, դու այնտեղ պետք ես, իսկ այստեղ մենք կպահենք։ Ես ամեն շաբաթ կգամ, սնունդ կբերեմ, փայտ կկոտրեմ, բժշկի կտանեմ։ Սա հիմա իմ մայզն է, հայերի մոտ օտար մայզ չկա։ Ես նայեցի այս պարզ բարի մարդուն, այս տաքսիստին։ Ես վստահ գիտեի, նա չի ստում։ Ամերիկայում խնամողը ժամում $25 է։ Այստեղ արժեքը ուրիշ է, խիղճը։ 2 օր անց ես թրջում էի։ Զվարթնոցում կանգնած ես արդեն ուրիշ մարդ էի։ Ես այլևս պարզապես ամերիկահայ չէի։ Ես հետս տանում էի ոչ թե հուշանվերներ, այլ մոր թխած հացի հոտը, Աշոտի ձեռքերի ջերմությունը եւ այն ժանգոտ բանալին, որ բացեց իմ ճշմարտությունը։ Ես վերադարձ գալու եմ, ապահով վերադառնալու եմ, որովհետեւ հիմա գիտեմ, կարևոր չէ որտեղ է մարմինդ, Կալիֆոռնիայում թե Նյու Յորքում, կարևոր է որտեղ է քո արմատը։ Իսկ իմ արմատը այստեղ է, այս քարքարոտ, բայց անսահման սիրող հողում, որը սիրում է այնպես ուժղին, որ անգամ ժամանակը ու օվկիանոսները չեն կարող խանգարել։ Ինքնաթիռը բարձրացավ, պատուհանից նայեցի դուրս։ Արարատը երևում էր կատարյալ հստակությամբ։ Նա կարծեց աչքով էր անում իր ձյունածած գագաթով։ Կտեսնվենք, շշնջացի ես, եւ տարիների ընթացքում առաջին անգամ ծիծաղեցի, արդյունքների միջից։